ամպրոպի և կայծակի աստվածներ։ Երբ հանդիպում են հայոց և հունած աստվածները, նույնիսկ բնությունն է գլխարկը հանում, քամին հեռանում է, անձրևը մի քանի կաթիլից հետո դադարում։ Զվարթնոց տաճարի հետնապատկերում խաչվել են հայկական և հունական քաղաքակրթությունները դիցաբանական պատումներով։ Միջոցառումը կազմակերպել է Էջմիածնի 10-րդ ավագ դպրոցի ուսուցչական քառյակը հանրակրթական պետական չափորոշչի շրջանակում։ 4 ուսուցիչներով քաղաքակրթությունների բախում նախագիծը հատկապես որոշեցինք անցկացնել Զվարթնոց տաճարում Տիր Աստծո Մեհյանի տեղում կառուցված այս հրաշքում, որովհետև թեման ընտրել ենք քաղաքակրթությունների բախում։ Քաղաքակրթությունների բախում ծրագրի շրջանակներում որոշել ենք առաջին արտադրանքը տալ ներկայացման տեսքով։ 10-րդ դպրոցում առաջին անգամ են նախագծային աշխատանք կատարում։ Թեմայի ընտրության հարցում տարաձայնություններ են եղել, հաղթել է դիցաբանությունը։ Ու հիմա հարթակին դիցերն ու դիցուհիներն են շքեղ հանդերձանքով ու աստվածներին վայել կեցվածքով։ Նախագիծը ստիպել է դպրոցականներին մի քանի գիրք ավելի կարդալ։ Ավելի ակտիվանում են, զարգանում են, հետո սկսում են ավելի ինքնակրթվել սրանից։ Տեղեկություններ հավաքելով ավելի ինքնակրթվում են։ Պայմանական Օլիմպոս և Պանթեոն տեղափոխված աշակերտները փոքրաթիվ հանդիսատեսին 30 րոպե գամեցին քաղաքակրթությունների խաչմերուկում։ Դպրոցի տնօրենի խոսքով աշակերտակենտրոն մեթոդից շահում են ոչ միայն երեխաները, այլև մանկավարժները։ Աշակերտները և նախաձեռնող են, և աշխատող, և իրականացնող։ Այսինքն արդյունքները գոհացնում են և մեզ, և նաև մնացորդային գիտելիքները, աշակերտների հմտություններ, կարողունակություններ և կիրառումը մեզ ուրախացնում է, որովհետև մենք տեսնում ենք պրակտիկ արդեն աշխատանքում։ Դուրս է գալիս մահերի դուր կոչվող ժայռից։ Նախագծում ներառված են արվեստ, գրականություն, պատմություն և ինֆորմատիկա առարկաները։ Արտադրանք թողարկելը նախագծի պարտադիր պայմաններից է, բայց մեկի փոխարեն 10-րդցիները 3-ն են ներկայացրել՝ հետազոտություն, տոմար օրացույցով ժամացույց և բեմադրություն։ Բեմադրություն նաև տակառում ապրող Դիոգենեսի և աշխարհակալ Ալեքսանդրի հանդիպման մասին։ Դարձիր եմ խորհրդատում։ Մի կաղ քաշի, արև տեսեք։ Արև։ Այս ժամին արևն իջի է պետք։ Մինչև բեմադրությունը երեխաները 1 ամիս հետազոտություններ են կատարել և նկատել, որ հայկական ու հելենիստական ճարտարապետությունների միջև նմանություն կա։ Տպավորվել են հատկապես ազատությունը խորհրդանշող թևերը տարածած արծվից և հասկացել՝ հելենիզմն է ազատության ամենաուժեղ քարոզիչը։ Կովկասի տարածաշրջանում միայն հայկական հելենիստական տաճարներում են հանդիպում թևերը բաց արծիվներ, իսկ ինչը վերաբերվում է արևային ժամացույցներին, մենք նկատեցինք, որ տաճարում բացակայում է արևային ժամացույցի սլաքը, աշակերտներով որոշեցինք փոքրիկ նվեր անել տաճարին, պատվիրել ենք սլաքներ, հետագայում կնվիրվի այն տաճարին։ Դիցաբանական կերպարներին ճիշտ ներկայացնելու համար մասնակիցներն օգտվել են գրական և տեղեկատվական աղբյուրներից։ Զարդերը, որոնք ներկայացված են Անահիտ Աստվածուհու հանդերձանքում, մայրության և պտղաբերության խորհուրդն ունեն։ Աստվածուհու կերպարում Աննան իրեն փոքր-ինչ լարված է զգում։ Երբ առաջարկը ստացա, մի փոքր լարվածություն կար, թե ինչպես պետք է այդ պատասխանատվության տակից դուրս գամ, բայց հետո ուսուցիչներիս առաջնորդությամբ կարողացա հեշտությամբ այդ ամեն տակից դուրս գալ և ես հիմա հպարտությամբ եմ այս տիտղոսը կրում։ Քրիստոնեական հավատով թող զորանա մեր երկիրը։ Պատկան մարմիններից համաձայնություն ստանալու դեպքում երեխաները պատրաստ են ներկայացումով հանդես գալ նաև Զվարթնոց այցելող զբոսաշրջիկների առջև։ Վստահ են, տպավորիչ կլինի։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։